Բացառիկ առաջարկ Արարատ բանկից։ Leasing Expo բոլոր սարքավորումները մեկ հարթակում երրորդյա էքսպոյի ընթացքում Արարատ բանկը վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության շրջանակում առաջարկում է լիզինգի գրավիչ պայմաններ մինչեւ 35% հետվճարի քեշբեքի հնարավորությամբ։ Մենք վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ միասին համատեղ ունենք նոր պրոդուկտ լիզինգների արտահանման նպաստող սարքավորումների եւ կանաչ լիզինգների մասով է։ Ընկերությունը, որը կարող է դառնալ այս ծրագրի շահառու, պետք է ունենա Հայաստանի Հանրապետությունում առնվազն 6 ամսվա գործունեության գրանցված գործունեություն եւ ներդրումը իրականացվի հիմնական միջոցների մեջ։ Ձեռք բերելով տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, գյուղատնտեսական տեխնիկա, շահառուները կարող են իրականացնել էներգախնայող շինարարական աշխատանքներ, բացառությամբ բազմաբնակարան շենքերի։ Կարևոր եւ հետաքրքիր առաջարկ Արցախից 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչև 2023-ի սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան տեղափոխվածների համար։ Արցախցիներին եւս հետվճար կտրամադրվի լիզինգի գումարի մինչև 15%-ի չափով։ Լիզինգառուներին տրամադրվում է նաեւ հավելյալ 20% հետվճար։ Եվս մեկ տարբերակ, երբ ընկերության աշխատակիցների 10%-ը կամ նվազագույնը 10 աշխատակից նույնպես մեր Արցախից տեղահանված հայրենակիցներն են, այդ դեպքում քեշբեքը, հավելյալ քեշբեքը կկազմի 15%։ Արարատ բանկը լիզինգի շուկան գնահատում է լավ եւ դինամիկ զարգացող։ 3-ից 4 տարի առաջ լիզինգով աշխատող մասնագիտացված կազմակերպությունները, բանկերը 1-2-ն էին։ Այսօր այդ շուկայում աշխատում են գրեթե բոլոր բանկերը։ Արարատ բանկը բավականին մրցունակ է լիզինգի շուկայում, պարբերաբար հանդես է գալիս տարբեր տարատեսակ առաջարկություններով, աշխատում ենք մի շարք միջազգային կառույցների հետ, որոնցից որ ներգրավում ենք միջոցներ լիզինգով աշխատելու համար եւ որը որ մեզ հնարավորություն է տալիս տարբեր ակցիաների տեսքով եւ տարբեր առաջարկներով անընդհատ հանդես գալ յուրահատուկ առաջարկներով, ես կասեի հանդես գալ շուկայում։ Արարատ բանկի տաղավարի մոտ այցելուներին կդիմավորեն լիզինգի փորձագետները, կտրամադրեն խորհրդատվություն, կպատասխանեն ֆինանսական վարձակալությանը վերաբերող հարցերին։ Նայիրի Մուրադյան, Վահան Գոլոյան, ժամը լրատվական։